Իսկ հիմա գանք մեր խոսույթի երկրորդ հատվածին։ Իսկ եթե հայերը աշխատանք չունենան, հայերը լքեն Հայաստանը, ով է զբաղեցնելու այդ տեղը հայերի։ Ուրեմն ձեզ պատմեմ, այսօր Չարենցավանում մի փոքր ներկայացրել եմ, բայց ձեզ ուզում եմ ավելի լայն պատմեմ մի պատմություն։ Ուրեմն իմ հարազատ շրջանում Տաշիրում մենք ունեինք մի գյուղ, որի անունն էր Մեծավան։ Գյուղը Վրաստանի սահմանի վրա էր։ Սահմանից այն կողմ փոքր ադրբեջանական գյուղ էր Վրաստանում։ Փոքր 88 թվականին ադրբեջանական գյուղի դպրոցը մի մանկապարտեզի չափ տեղ էր։ Մեծավանի հայկական դպրոցները 3-ն էին։ Անցել է 35 տարի, ավել։ Ժողովուրդ, Մեծավանում փակվել են համարյա բոլոր դպրոցները բացի մեկից։ Մեծավանում մնացել է մեկ դպրոց, իսկ մի քանի 100 մետր սահմանից այն կողմ ադրբեջանցիները սարքում են իրենց երկրորդ մեծ դպրոցը։ Երեխաները շատ են, իրենք շատանում են ու Բաքվի հետ ուղիղ կապ ունեն։ Ավտոբուսներով Բաքու այդ գյուղ, Թբիլիսի այդ գյուղ չկա կապ։ Բաքու այդ գյուղ հատուկ ֆինանսավորվող ավտոբուսներ են դրված։ Ֆինանսավորումը ադրբեջանայինի դասերը։ Հայաստանի սահմանից մի կիլոմետր հեռավորության վրա։ Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը ակցիանի մեջ վերցնի։ Հիմա ձեզ մի բան ասեմ։ Ադրբեջանի նախագահը 2 ամիս առաջ հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան, մի անգամ ես այստեղ առաջի անգամ կարդացել եմ դա։ Հայաստան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ 2 ամիս առաջ է հայտարարել, 2.5։ Ադրբեջանի մոլլայի տեղակալը հայտարարել է, Փաշազադեի տեղակալը, որ մի քանի 100 մզկիթ են ունեցել իրենք այստեղ, որը պետք է վերակառուցվի եւ հանձնվի Փաշազադեին։ 70 օր առաջ 5-6 օր առաջ Նախիջևանում հայտարարել են Արևմտյան Ադրբեջանի ֆորում։ Գալիս ենք Հայաստան, մեկը միացնում ենք ոչ մի խոսք դրա մասին։ Մեր ժողովրդին կուրացնում են, մեր ժողովրդին չեն ցույց տալի աշխարհում ինչա կատարվում։ Մեզնից զատ, հետո մենք սյուրպրիզի առաջ ենք կանգնում։ Թե ոնց եղավ մեր մեջքի հետ պայմանավորվեցին։ Մեր մեջքի հետևը չեն պայմանավորվում, մեր աչքի առաջ են պայմանավորվում։ Բայց մենք չենք տեսնում էդի։ Հիմա կասենք Ադրբեջանն ասում է։ Մենք ոչ թողեցինք ադրբեջանցիներին։ Լավ, եկեք նայենք ինչ ա ուզել Ադրբեջանը ու ինչա ստացել։ Ադրբեջանը ուզում էր Արցախի շուրջ 5 շրջանները։ Ստացավ։ Ադրբեջանը ուզում էր Լաչինն ու Կարվաճառը։ Ստացավ։ Ադրբեջանը ուզում էր ամբողջ Ղարաբաղը, հետո ստացավ։ Ադրբեջանը ուզում էր Սյունիքում ճանապարհ, իր երկրի հետ կապ չունի այդ ճանապարհը։ Ոչ մի բանի հետ կապ չունի այդ ճանապարհը։ Ստացավ։ Ադրբեջանը ուզում էր սահմանադրություն փոխենք։ Հայտարարեցին, որ փոխում է։ Ժողովուրդ ի՞նչն է ուզել, որ չեն տվել այս մարդիկ։ Ինչ է ուզել Ադրբեջանը, որ այս մարդը ասել է չէ, ու 3 ամիս հետո էլ ասել չէ։ Սկզբից ասում է չէ, հետո ասում է հա։ Հետո գալիս է մեզ համոզի, որ այլապես կլիներ չգիտեմ ինչ։ Այդ ոնց է։ Ուրիշ երկրներում տենց խնդիր չի լինում, մենակ մեր մոտ է լինում։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ հայտարարում է, որ մենք պետք է սովորենք ապրել ադրբեջանցիների հետ, որ իրանցից շատերը հնարավոր է գան, որ պետք է առևտուր սկսենք իրանց հետ անել։ Հայտարարում է սոցիալ նախարարը ազգային ժողովի հարթակից, որ մենք պետք է սովորենք, որ Հայաստանը մենակ հայերի համար չի։ Այ մարդ, այդ ոնց եղավ ադրբեջանցիք չապրեցին հայերի հետ։ Ադրբեջանը մենակ ադրբեջանցիքի համար է, Բաքվից, Սումգայիթից ժողովրդին քշեցին, Արցախից ժողովուրդը ստիպված ելավ։ Հայաստանը վերջին հայկական հողն է մնացել հայկական բարձրավանդակում հայերով բնակեցված։ Հիմա էլ ասում են, պետք է սովորենք, որ այլազգեր էլ պետք է այստեղ ապրեն։ Այդ ձեր ծավը տանեմ, 10%-ն է մնացել, կլինի ես էլ մերը մնա։
ասում են Եվրոպան կվերահսկի, Ժորժ ջան, Սաֆարովը որտեղ կացնա արեց հայկական զբանակի սպային, Հունգարիայի կենտրոնում, բա իրա քնած ժամանակ նատոյի զորքերի ներկայությամբ մի հայ չեն կարում պաշտպանը Եվրոպայի կենտրոնում, այս մեր լեռներում ոնց են մեզ թուրքերից պաշտպանելու, գիտեք ոնց, ցավակցություն են հայտնելու, մտահոգություն են հայտնելու, մտահոգվելու են միշտ, ինչն է մեր ասածը, մեր կառավարությունը առաջին իսկ բանը ինչ պետք է անի, ընդունելու է Սաֆարովի, հակասաֆարովյան օրենք, ինչա դա իրա մեջ ներառում, ոչ մի ադրբեջանցի խաղաղության պայմանագրի ստորագրելուց հետո, իսկ պայմանագիրը ստորագրվելու է, ոչ մի ադրբեջանցի իրավունք չի ունենալու, Հայաստանում գնի հող, Հայաստանում գնի տուն, Հայաստանից նվեր ստանա որևէ բան, 10 օր մենակ կարան գան ու գնան, խաղաղությունը ստորագրվելու է, որովհետև ինչ կար տալու տվել է այս մարդը արդեն, բայց կա թույլ խաղաղություն, ուժեղ խաղաղություն, թույլ խաղաղությունը իրանց խաղաղությունն է, թուրքերով ամենված, ուժեղ խաղաղությունը, հայկական Հայաստանի խաղաղությունն է, որտեղ հայերն են ապրում այս երկրում, ու որը զարգանում է, գործարանները տասնյակներով չեն փակվում, այս է ուժեղ խաղաղությունը, ու մենք սրան ենք գնալու, Հակասաֆարովյան օրենքը գործելու է 100-ամյակներ ստեղ, Սիրելի երազդանցիներ, մեր երկրի զարգացումը մոտ է, մեր երկիրը առաջնորդ է ունենալու, ով գումարի խնդիր չունի, ով գիտի, դուք էլ գիտեք, տեսեք, ինչեր է նա կառուցել, ինչ արտադրություններ է ստեղծել, տնտեսությունից ոնց է հասկանում, մեր երկրի զարգացումը մոտ է, բայց մի բան պետք է անենք բոլորով, այդ մի բանը պետք է անենք, ով չի գնում ընտրության, իրա ձենը գնում է Փաշինյանին, ով չի գնում ընտրության, քո ձենը գնալու է Փաշինյանին, գնա ընտրության, ասա ոչ, Հրազդանը առանց գործարան թողած, պետական պարտքը ավելացրած ու մարդկանց վրա մունատ եկող իշխանությանը, փոխենք մեր երկրի առաջնորդին, որ իրանք գնան ստեղից, փոխենք մեր երկրի առաջնորդին, որ նրանք չգան ստեղ,